Փառավորյալ երկնային Տերս փառք քեզ, փառք պատիվ մեծարան քեզ։ Ահա կրկին գալիս եմ քո խոսքի համաձայն Սաղմոս 147 առաջի խոսքը ասում է օրհնեցեք Տիրոջը, որովհետև բարի է մեր Աստծուն Սաղմոս ասելը, որովհետև քաղցր և գեղեցիկ է օրհնաբանությունը։ Այո Տերս, շնորհակալ եմ Հայր իմ Աստված, որ իսկապես մեր սրտերը լցրեցիր օրհնաբանությունով և մեր շուրթերը գովաբանությունով Տեր, իսկապես որ բարի է քեզ Սաղմոս ասելը և այո Հայրս, ահա իմ սրտի մեջ ես դու դնում սաղմոսներ, օրհնաբանություն, շուրթեր երգելու և գովերգելու քո մեծ փառքը։ Շնորհակալ եմ Տերս, ահա ես էլ իմ խոսքով գալիս եմ քո գահի առաջ և ուզում եմ իմ սրտինը բարձրացնել քեզ, քանի ապրում եմ, քեզ պիտի գրեմ, քանի ապրում եմ, քեզ պիտի երգեմ, քանի ապրում եմ, քեզ պիտի օրհնեմ, քանի ապրում եմ, քեզ պիտի պաշտեմ։ Գրում եմ այն, ինչ որ զգում եմ, ինչ որ կա սրտումս, այն էլ գրում եմ, կգրեմ ընդմիշտ, ինչ որ հասկանամ, հոգուս մեջինը, ամենը քեզ կտամ, երգում եմ քեզ, ինչ որ սրտումս է, երգում եմ քեզ, ինչ որ հոգումս է, անվերջ կգրեմ Տեր իմ թանկագին, սրտիս մեջինը քեզ կնվիրեմ։ Օրհնում են քեզ իմ շուրթերը Տեր, օրհնում են քեզ իմ խոսքերը Տեր, հոգուս մեջից են դրանք դուրս գալիս, պիտի օրհնե հոգիս, եթե լռեմ ես։ Պաշտում եմ քեզ, Հիսուս իմ սիրելի, դու ես միակը, որ պաշտում եմ քեզ, հիասքանչ է քո ամեն արարքը, քո ապրած կյանքը, քո կրած խաչը, կնվիրեմ քեզ ես իմ ամբողջը, իմ հոգին, սիրտը և ամեն ինչը, կլինես դու իմ միակ փափագը և ամբողջ կյանքիս միակ պարծանքը։ Այո Տերս, այս ամենը դու իրականություն դարձրեցիր և ապրեցնում ես Հայր։ Հիմա խնդրում եմ, որ նրանք, ովքեր չունեն այս օրհներգությունը և փառաբանությունը իրանց սրտերի և շուրթերի վրա, Տերս, խնդրում եմ, լցրու նրանց սրտերն էլ օրհնաբանությունով և երկրպագությունով, որովհետև իսկապես բարի է քեզ Սաղմոս ասելը և գեղեցիկ է օրհնաբանությունը և միայն այն կվայելե քեզ Հայրը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս ամեն ու ամեն։